Ես նախ կուզենայի խոսեի պաշտպանության նախարար անունը չեմ ուզում տամ, չնայած մարդու անունավրեն ունեցած ելույթը օրեր առաջ մեր 15 տղաների գործով հարց տրվեց, ասում է գործը գտնվում է դատարանում, չեմ ուզում այլ ինչ-որ մեկնաբանություններ անել, որ նորից էլի չասեն գործը ուղղորդում եք ձեր արած հայտարարություններով, այդ գործը նոր չի, որ պետք է ուղղորդվի, այդ գործը առաջի օր արդեն վարչապետը ուղղորդել է, թե որ ուղղությամբ պետք է գնա ու տենց էլ գնում է։ Սենց մի հատ արտահայտություն արեց, ասում է ես իմ խղճի առաջ մաքուր եմ, քո խղճի առաջ ոնց ես մաքուր դու вообще խիղճ ունես, գիտես ընդհանրապես այդ ինչ է։ Քո գերատեսչությունը նման դեպք է տեղի ունեցել, ու դու այսօր ելում կանգնում ասում ես ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ինչով ես խղճիդ առաջ մաքուր, որ այդ երեխեքի համար ինչ էիր արել, ինչ պայմաններ էիր ստեղծել, որտեղ էիր պահում այդ երեխեքին, ինչ իրավունք ուներ այդտեղ պահեիր, ինչ անվտանգությունն ես ապահովել, ինչով ես անվտանգությունն ապահովել այդ երեխեքի գոնե կյանքը, որ կարողանայիք խնայեիք։ Ես չեմ ասում այդ տղեկ պետք է ապրեին այս պայմաններում, ոնց որ ապրում էին իրանց տներում, բայց գոնե այն մինիմալը պետք է ապահովեիք, գոնե պետք է ապահովեիք այդ կահավորանքով, որ այդ երեխեքը կարողանային գոնե իրանց այն մինիմալ անվտանգությունը ունենային այդտեղ։ Կամ մի արտահայտություն էլ արեց, ասում է, այս դեպքը մեզ լինի դաս, որ մյուս անգամ նմանատիպ դեպքեր չունենանք։ Արոն, մեր երեխեքի կյանքի հաշվին դու պետք է դասեր քաղես։ Պետք է նմանատիպ դեպքեր լինեն, նոր դու հասկանաս, որ պետք է ինչ-որ մի այլ կերպ վարվես, որ նման դեպքեր էլ չլինեն, եթե դու այդքան անգրագետ ես, եթե դու եկել ես այդտեպի մարդկանց կյանքերի հաշվին ինչ-որ դասեր քաղես, դու ինչ գործ ունես այդտեղ։ Կամ այդ քո ասածով դու առնվազն ընդունում ես, որ այդտեղ ձեր մեղքի բաժինը կա, ձեր մեղավորությունը կա, այսինքն եթե մյուս անգամ այլ կերպ վարվեք, նման դեպքեր չլինի, այդ դեպքում դու ինչի մեղադրյալների աթոռին չես։ Դեպքից անմիջապես հետո դու առնվազն, եթե ոչ դատվել, գոնե պետք է այդ պաշտոնից հեռանայիր, ինչի չես հեռացել։ Վարչապետի հետ հանդիպեցինք, 2 ամիս ժամանակ խնդրեցին, որ գործի վերաբերյալ վերջնական մեզ բան ունենան ասելու։ Ինչ ասեց։ 2 ամիս հետո գործի գլխավոր մեղադրյալի ցուցմունքը նստավ կարդաց, այն ինչ որ այդ ցուցմունքը մենք ծերից ծեր արդեն անգիր գիտեինք այնտեղ ինչա ասված։ 2 ամիս ժամանակ դրա համար էր խնդրեմ։ Այսինքն առաջի օրվանից այս գործը հել է փակել են կամ որ հելար այդ հայտարարությունն արեցիր, քեզ ով էր դրա մասին զեկուցել, քեզ ով էր ասել որ այդպես բան կա, ինչով էր համոզված որ իրականում այդպես բան ա եղել, ինչ իրավունք ունեիր նման հայտարարություն անեիր, գցեց ծնողների վրա կանգնավ գրախ։ Ասեց ես զարմանում եմ որ այդքան ծնողներ գնացել են այդ պատուհանների վրա ռեշոտկեքը չեն տեսել, ասենք ծնողը պետք է գնա այնտեղ պատուհանները ռեշոտկեքը տենար։ Բաքու համապատասխան մարմիններ ինչով են զբաղված, եթե այդ ամեն ինչ իրանք չեն տեսել։ Թե ՊՆ նախարարը որ գնում է, սենց ասած աբխոդի ընեստեղ էրա գնում, որ լիարժեք կահավորված լինի, դեպքից մի քանի վաղ առաջ գնացել էր պոստեր, այդ տղեկը մի շաբաթ էր, չգիտեմ ինչեր էին կրում տանում պոստեր, այնտեղ կահավոր էին, որ ինքը գարտենար ամեն ինչ նորմալ է, մի շաբաթ էլ այդ ամեն ինչը հետ իջացրեցին։ Ատենց էս աբխոդները տանում, որ հետո արդանաս, ասես ես գնացի ինչ տեսնում, սա նորմալ է եղել։ Արդյոք որ խնդրեմ հեռախոս կտաս։ Իսկ որևէ հույս ակնկալիք կա, որ տեսեք տարի 3 տարի քնում են, որ ճիշտ ուղղությամբ են գնում, հա հույս ունեք, որ արդարությունը ի վերջո կբացահայտվի, թե ավելի է խճճում։ Ավելի են խճճում, այս իշխանության օրոք մենք որևէ հույս չունենք, որևէ մի ակնկալիք չունենք, որ ամենայն դեպս այս դեպքը կբացահայտվի։ Դիվերսիայի վարկած առաջ քաշեցինք, բացառում են։ Չեք բացառում, իրանց կամանձերն էլ եկավ դատարան, ասում է, եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Արա դու կարաս այսօր դիվերսիայի դեմ պատասխան տաս։ Նիկոլը քեզ կտանի կտա Ալիևի ձերը կաշիտ կքերթեն, դու կարաս այսօր Ադրբեջանին ինչ-որ ձևով պատասխան տաս, ինչ-որ բան դիմել։ Դու խառնել ես երևի մինչև 18 թիվը այս թվերի հետ։ Մինչև 18 թիվը դու կարայիք դրա դիմաց պատասխան տայիք։
ու այն ժամանակ նրանք ռիսկել չէին անում նման բան անեն, որտեղ գիտեին մեկին 10 հետ են ստանալու։ Հիմնականում այսքանը երևի։ Ձեր համար առաջ քաշված վարկածը հիմնավոր է, այս այն ինչ որ հիմա քննարկում եք, թե Իհարկե ոչ։ մեկ այլ վարկածներ պետք է լինեն գործի մեջ։ Այս գործի մեջ ես ցանկացած վարկածի կարամ հավատամ բարձի պաշտոնական վարկածից։ Իսկ ո՞ր վարկածին եք ավելի շատ հակված։ Ես հակված եմ հիմնականում դիվերսիայի վարկածին։ Իսկ պարոն Նորիկյանը, որ նշեց իրանք գան դատարան, նրանք պետք է գան։ Ասենք այդ դատարան, թող իրանք էլ գան տենան այնտեղ ինչա կա, չնայած ես համոզված եմ, որ իրանք ամբողջությամբ տեղյակ են, ասում գործը դատարանում է, դատական նիստեր ընթանում են, դատական նիստերի ընթացքում կպարզվի։ Գործը որ դատարանում է, այն դատարանում, որտեղ վարչապետ ունի իր անմիջական ազդեցությունը, որ ինք իր բերանով ասում Հայաստանում կա այդպես մի հատ դատավոր, որ կարողանա իմ ասածը չանի, գործը այդ դատարանում է։ Այսինքն ինքը առավոտ հելավ ուղղորդեց, գործ ուղարկեց դատարան, ուղարկեց այն դատարան, որտեղ ինքը կարա իր ազդեցությունն ունենա, գործը իր ասած վարկածով մինչև վերջ տանել փակելու համար։ Այսինքն եթե փորձագետը այս բանի նշում է, որ Շմուլ գազից են տղաները մահացել, դիվերսիան, այսինքն կա որ գազային բանիկցեն, հա, ես ուզում եմ դա հասկանամ, եթե փորձագետը տվել է Շմուլ գազից առաջացած է դե եւ արդեն այրվածքներից առաջացած մահ, ուզում հասկանամ դիվերսիան ինչպես է դուք պատկերացնում, որ մոտավոր խաղը գծել եք։ Մոտավոր գծել ես սենց եմ պատկերացնում, այն ովքեր սաղ են մնացել, այդ բանը այդտեղ չեն եղել։ Ներսում եղել են 15 զինվորները, ովքեր զոհվել են, դրսում էլ եղել է կառաուլը, ով շատ այրվածքներ ստացած իր մեր տղեկի ծառայող ընկերն է։ Իմ տղայից է կառաուլը ընդունել, ժամը 12:25 րոպե մենափոխն է եղել այնտեղ, կառաուլը ինքը ընդունել է, իմ տղան գնացել է ներս։ Հավանաբար դիվերսիան նրան դուրս ինչ-որ ձևով վնասազերծել է, մտել է ներս ինչ-որ բան գցել տղեկին, սենց ասեմ, գլուշի տար է, ու իր անելուն նրան էլ քաշը բերել է գցել է ներս, որ տղեկի հետ միասին վարվի, ու այդ պահին դրանից հետո այդ եղոնու են մնացածը եկի հասել են, ու ես տենց եմ մեխանիզմ պատկերացնում։ Կարացել են ինչ-որ մի ձևով այդ տղային քաշեն հանեցին ու տղա ես ասում եմ, բայց դե ասում տղաներից ինքը շատ հեռու է, որ իր ծառայակից ընկերն որ 16-րդ ինքն ենք, այդքան ինքնասիրություն չունի, որ ասի արա ինձ էլ եք ուզում սպանեք, ես խիպտի բերանս փակեմ նստեմ։ Նրանք քաշը անեցել են դուրս մի ամիտ բախտը բերել է սաղը մնացել, մնացած տղաներին չեն կարծել օգնեն, ու եղոնել են, մյուս ոտերը վառված զինվորներ փորձել են ինչ-որ մի բան անեն, տեսել են չեն կարող, որոշակի վնասվածքներ ստացել ու դուրս են եկել այդտեղից։ Ու թողել են արդեն ինչ նոմալի։ Ես տենց եմ պատկերացնում։ Գնացել են ջուր բերելու կամ չգիտեմ ինչ անելու ընդհանրապես հեքիաթներ է։ Այսօր որ զինվորին ինչ անց Վարդենիսի ցրտին հունվար ամիս գիշեր ժամը 12:30 գնա ջուր կբերի, ինչ անում, լողանում է։ Անկի Արգոսյան, այս ընթացքում հարցաքննությունների ընթացքում եւ այլն ձեր ունեցած վարկածը որոշակի հիմնավորող հայտարարություններ լսել եք դեպքի տարբեր մասնակիցներից։ Մենք որ վարկածը առաջ են քաշում, իրանք աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ վարկածի մասին ընդհանրապես չխոսան ու մնաց թե հիմնավոր են։ Ու եթե այս դատավորը Նիկոլի